երկու ամսով երկարացրեցին, բայց տեսանք նաև, որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչ կարող եք մեզ փոխանցել հիմա ինչպես է իրեն զգում, իրավիճակը ինչպես է, եւ իհարկե սարսափելի է պատկերացնել այն պայմանները, որում իրեն պահում են, մանավանդ որ աշխարհից մեկուսացած ամբողջությամբ շփման կարծեմ հնարավորություն չունի, ամենախիստ պայմաններն են ու վախվել ենք սրան եւս 2 ամիս։ Նախ ես ուզում եմ հղում կատարելով փաստաբանի խոսքին ասել, որ քրեական գործ որպես այդպեսին այնտեղ գոյություն չունի եւ դատավարության մասնակիցները կլինի դատավոր, կլինի քննիչ, մյուսները բառացիորեն ուղղակի դեր են խաղում այնտեղ։ Քրեական գործ որպես այդպեսին բովանդակային առումով չկա, վերևից եկած հստակ հրահանգ է եւ 2 ամսով երկարաձգելը խոսում է նաեւ դրա մասին, որը սկսել է արդեն իսկ ուղեկցվել Թևանյանի առողջական լուրջ խնդիրներով։ Այս ընթացքում մենք անընդհատ փորձել ենք կազմակերպել, որ իր բժիշկը մուտք ունենա իր մոտ, դա չեն թույլատրել եւ բացի այն, որ ընտանիքի անդամների հետ տեսակցությունները սահմանափակված էին, նաեւ անգամ բժիշկը հնարավորություն չի ունեցել եւ 3 օր առաջ էլ արդեն ճնշման տատանում է ունեցել պարոն Թևանյանը, որոշակիորեն կայունացել է, բայց դատարանն անգամ այդ պատվիրովի այսպես կոչված ճակերտավոր արդարադատության շրջանակներում երկամսյա կալանքը երկարացնելու որոշման շրջանակներում պարտադրել է քննչական մարմիններին եւ քրեակատարողական ծառայությանը ապահովել Թևանյանի պատշաճ բուժզննումը քաղաքացիական հիվանդանոցում։ Հիմա տեսնենք այդ բուժզննումը ինչ արդյունքներ կտա եւ հետագա նրա առողջությունը ինչ զարգացումներ կունենա, այնպես որ այս դժվարին եւ մարտահրավեր պարունակող փորձությունները շարունակվում են, ինչպես նաեւ շարունակվում է սահմանափակումը Ալեքնազ Մանուկյանի երեխայի տեսակցությունների հետ կապված, շարունակում են ռեպրեսիաները Ծառուկյանի բիզնեսի հետ կապված, բանը հասավ նրան, որ արդեն այն որ պիտի իրանցու հետ առերեսում անեին, դա կանգնեցրեցին, պաշտպանին հեռացրեցին վարույթից եւ այլն եւ այլն, մի այսպիսի իրավական վակխանալի է տիրում երկրում, որից միայն ու միայն ռեպրեսիայի հոտ է գալիս, ուրիշ ոչ մի բան։ Առաջին հերթին տեսեք, դա մոտավորապես նման է, որ հալվա ասեն, որ բերանը քաղցնը, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ ձայների այն հարաբերակցությունը, որը ֆիքսվել էր ընտրություններում, անգամ այդ կեղծիքներով, որ իրենք արեցին, միևնույնն է իրենց համար չի ապահովել ցանկալի մեծամասնություն, որի բերումով արդեն գնացին մի խայտառակագույն, մի հանցավոր քայլի եւ բարգավաճին դուրս թողեցին պարլամենտից, կենտրոնական ընտրական հանձնաժողովով, սահմանադրական դատարանով, որպեսզի մի փոքր իրենց սիրտը հովանա եւ տեսնելով, որ ժողովրդի մեջ այլևս նախկին պատկերը չկա եւ իրենց ոտքերի տակից հողը աստիճանաբար փախնում է, այդ ագրեսիան նաեւ դրանով է պայմանավորված, ինչպես նաեւ այն արտաքին քաղաքական հանձնառություններով, որ իրենք ունեն, վերջնաժամկետներ են մոտենում, նաև ճգնաժամ կա գյուղատնտեսական մթերքի իրացման հետ կապված եւ առհասարակ սեփական հետագա քաղաքական լինելիության, եւ քանի որ այս իշխանությունները իրենց էությամբ մահապարտներ են եւ այնպեսի կարմիր գծեր են հատել, որ շատ լավ գիտակցում են, որ իշխանական կաբինետներից դուրս իրենք ունենալու են լրջագույն խնդիրներ օրենքի հետ եւ չեն կարողանալու նախկին, ինչպես նախկինում է եղել, ինչպես նախկին իշխանավորները գնան իրենց տուն եւ փորձեն դառնալ ընդդիմություն, նրանք պատրաստ են բոլոր հնարավոր ու անհնարին գծերը հատել եւ այնպիսի քայլերի դիմել, որոնք դժվար պատկերացնելի են։ Հետևաբար այս ստեղծված իրավիճակը լիովին բացատրվում է իշխանությունների ջղածիկ եւ իրականության փոփոխությունը զգալու ահա այդ դրվագներով, շատերի մոտ կա որոշակի այսպես
պեսիմիզմ, ապաթիա, որ ընտրությունների արդյունքում ինչ պատկեր ունեցանք, իհարկե մեզնից ոչ մեկն էլ չէր ցանկանա կամ չէր սպասի նման արդյունք, սակայն մենք այս երկրից փախնելու տեղ չունենք, մենք այս խնդիրներից խուսափելու իմաստ պատճառ չունենք եւ պետք է անենք այնպես, որ յուրաքանչյուրս էլ մեր առօրյա ամանորյա գործունեությամբ մոտեցնենք այդ բաղձալի փոփոխությունների պահը, անկախ նրանից թե դա երբ կլինի եւ պետք չի վհատվել, պետք չի զենքերը վայրդնել, դա այն է ինչ որ կցանկանար այս իշխանությունը, յուրաքանչյուրս են անելիք ունենք եւ այո այսպես առաջնագծի խրամատում են գտնվում այն մարդիկ, ովքեր քաղաքական դրդապատճառներով ակնհայտ այսօր գտնվում են անազատության մեջ, թե Թևանյանը, թե Արեգնազ Մանուկյանը, թե Ծառուկյանը, թե Չալաբյանը, թե Աշոտյանը, մնացած բոլոր քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անհատները Հայաստանի ապագայի, Հայաստանի հզորության մարտիկներ են եւ վստահ եմ, որ ոչ երկար ժամանակ անց երկրում իրադրությունն է փոխվելու, որովհետեւ օբյեկտիվորեն այս իշխանության այսպես ասենք երկարակեցության ռեսուրսները անսպառ չեն։ Ինչ որ մի պահ, ինչ որ մի բան սկսելու է չհերիքելը, պարզապես ընդդիմադիր ուժերը իրենց հերթին պետք է անեն հնարավորը, որպեսզի այդ օրը հնարավորինս շուտ մոտենա։